Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 25-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հիմնական հարցերից մեկն էլ նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները, դրանք տևել են ավելի քան 12 ժամ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պատմել է Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Ամեն ինչ քննարկվել է, եղել է հագեցած, բարդ երկխոսություն, բայց շատ օգտակար մեզ և ամերիկացիների համար։ Իհարկե, ամեն ինչը չէ, որ լուծվել է, ամեն ինչում չէ, որ համաձայնել ենք, բայց այն, որ նման խոսակցություն է տեղի ունեցել, ինձ թվում է շատ ժամանակին է, հաշվի առնելով նոր վարչակազմի և նոր քաղաքական գործիչների գալը, ովքեր եկել էին փորձագիտական խմբերի հանդիպմանը։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովն հայտարարել էր, որ մանրամասներ չի ներկայացվելու, այնպես որ այստեղ որ ասում է ներկայացնում է մանրամասները, բովանդակային առումով մանրամասներ չի ներկայացվելու, թե ինչ են իրենք քննարկել։ Reuters գործակալությունը հայտնել է, Վաշինգտոնի վարչակազմի դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները և շուտով մտադիր են հայտարարություն անել դրական։ Ըստ աղբյուրի, բանակցությունները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձագիտական խմբերը վարում են Ռիադում, չափազանց լավ են ընթանում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Ռիադում։ Հանդիպում է եղել ամերիկյան թիմի հետ, բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում ուկրաինական և ամերիկյան թիմերի միջև, ընդգծել է Զելենսկին։ Իր ելույթում Զելենսկին Մոսկվայի ներկայացուցիչներին անվանել է պատերազմական թիմ, սակայն չի դատապարտել Վաշինգտոնին Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Իսկ հիմա այս շատ տենց դրական ֆոնով ներկայացնելը մի հետաքրքիր բացատրություն տվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ ամեն ինչ բերեց իր տեղը գցեց։ Հիմա հեսա կասեմ ձեզ։ Ռուսաստանին հստակ երաշխիքներ են անհրաժեշտ վերսկսելու Սևծովյան նախաձեռնությունը։ Նման երաշխիքները կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնից հրաման տան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այդ ազդանշանը Ռուսաստանի կողմից։ Նրանք հասկանում են, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքների հասնել ռազմարդյունաբերական համալիրի հետ կապ չունեցող էներգետիկ ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծումները դադարեցնելու հարցում, նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Փաստորեն, այն որ ասում եք Ուկրաինան խնդրում է խաղաղություն, Ուկրաինան է ցանկանում, դուք էլ ձեզ երևակայում էիք, հիմա Սերգեյ Լավրովն ասում է, որ Սևծովով, որպեսզի իրանք կարողանան վերականգնել իրենց հաղորդակցությունը, դրա համար Ամերիկան պետք է ճնշի Ուկրաինայի վրա, որպեսզի Ուկրաինան թույլ տա, որպեսզի անվտանգ ձևով Ռուսաստանը կարողանա Սևծովով երթևեկել, նաև օդային փոխադրումների հետ կապված։ Այսինքն պատկերացրեցիք, Ռուսաստանը հիմա խնդրում է Ամերիկային, ասում է ճնշի Ուկրաինային, որ թույլ տա Սևծովից օգտվեն, անվնաս, անվտանգ։ Բացի դրանից, Վաշինգտոնը պետք է ճնշի Ուկրաինայի վրա, որպեսզի Ուկրաինան չհարվածի ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ ահաբեկչական հարձակումներ որակելով քաղաքացիական ենթակառուցվածքներ գնդակոծելը դադարեցնի։ Այսինքն ժամանակին ռուսները լավ էլ հարվածում էին այդ օբյեկտներին Ուկրաինայի, Ուկրաինան այդ ժամանակ զենքի պակաս ուներ, բայց տեղական արտադրությունը զարգացրեց ռազմարդյունաբերությունը եւ այնքան դրոն արտադրեց, նաև բավական քանակությամբ նաև ստացավ, որի պարագայում ինքը արդեն առավելություն ստացավ դրոնների հետ կապված, այնպես չի, որ ռուսները չունեն կամ ռուսները հարձակումներ չեն գործում։ Հիմա էլ դա տեղի ունենում բավական ինտենսիվ փոխանակում, բայց երբ որ դրոնների քանակով Ուկրաինան գերազանցում է եւ խփում է թիրախային օբյեկտներին
որով որ կարողանում են ֆրոնտը պահեն ռուսները, ինքը առավելություն է ստացել այդ հարցում։ Եվ այդ առավելության պարագայում Ռուսաստանը, որ այդքան մեծ պետություն է, այդպիսի մեծ բնակչությամբ, այդպիսի բանակով եւ այլ, եւ ասում եմ մեր ռազմական արդյունաբերությունը հզոր է, այդ պարագայում ինքը առավելություն չունի, որովհետև օդում է կռիվը գնում։ Ցամաքային գործողություններում էլ ռուսները խնդրեմ ունեն, որտեղ իրանց շատ մեծ ռեսուրս է պետք ցամաքային գործողություններով առաջ խաղացում ունենան, զոհերի շատ մեծ զոհերի թվով փորձում են առաջ գան։ Շատ ավելի ճկուն է աշխատում ուկրաինացիները, շատ ավելի ճկուն ձևով, այնտեղ որտեղ հասկանում են, որ զոհեր շատ տիտան հետ են քաշվում, այնտեղ որտեղ հասկանում են, որ կարան առաջ գնան, առաջ են գնում եւ նոր դիրքեր են ստեղծում։ Այսինքն այդ պարագայում համ զոհերն է քիչ, համ էլ արդյունավետ են աշխատում։ Հիմա ռուսներն են խնդրում Ամերիկային, որ բա եթե Ուկրաինան էր խաղաղություն ուզում, այսինքն պարզ ակնհայտ բոլորը ցույց են տա Ռուսաստանը խոստովանում է, որ այն որ Տրամպը ճնշում էր Զելենսկու վրա, այն որ փորձեցին այդ շոուն սարքեն, որ լրիվ իրանց դեմ աշխատեց, անգամ Ամերիկայի տարածքում հասարակության ճնշող մեծամասնության համակրանքը Ուկրաինայի նախագահի կողմն էր։ Հատուկ իրանք մտածում են ոնց ճնշենք, որ կոտրենք, ու այն էլ չստացվեց, լրիվ հակառակը ստացվեց։ Փաստորեն դա նաև Ռուսաստանի հետ ճշտաց եւ Ռուսաստանի հանձնարարություններ, որ կատարում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան։ Դա փաստորեն խոստովանեց Լավրովը, որ տվեք մեզ երաշխիքներ, ճնշեք Ուկրաինային, բա եթե դու տես լավ հարվածող էիր, Ուկրաինայից էլ բանակ չէր մնացել, հայ հեսա կապիտուլյացիայի են գնում, ճնշում էիք ամեն ինչ անում էիք, այդ են չի եք խնդրում, որ Ռուսաստանը, Ամերիկան ճնշում կատարի։ Իհարկե Ամերիկան էլի հետևողականորեն հարևանների հետ կապված խնդիրներ է բարձրացնում, քանի որ ամեն օր համառորեն անդրադառնում է, ստիպված ենք ամեն օր անդրադառնալ։ Թվում է թե նույն հարցի մասին իմաստը որն է անընդհատ խոսենք, բայց մենք անընդհատ չենք խոսում։ Անընդհատ երբ որ իրանք այդ մասին խոսում են, պետք է մենք հասկանանք, չէ, աշխարհում ինչ է կատարում, դրանով ինչ հարց են լուծում, մենք էլ հասկանանք մեր անելիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ շուտով ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Գրենլանդիա։ Դա բարյացկամություն է, ոչ թե սադրանք։ Մենք գործ ունենք Գրենլանդիայի շատ մարդկանց հետ, որոնք կցանկանային, որ ինչ որ բան տեղի ունենա իրենց պատշաճ պաշտպանության առնչությամբ։ Նրանք են մեզ հրավիրում, մենք չենք նրանց հրավիրում։ Մեզ այնտեղ հրավիրեցին եւ ես մտածեցի, որ դա հիանալի է։ Գրենլանդիա կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ասել է Տրամպը։ Շատ ու շատ մարդիկ Գրենլանդիայից մեզ խնդրում են գալ այնտեղ։ Մենք շատ ու շատ խնդրանքներ ունենք, շատ ու շատ մարդկանցից, այդ թվում որոշ պաշտոնյաներից, նշել է Տրամպը։ Ինչն է շատ ցավալի։ Դոնալդ Տրամպը իր էմիսարների միջոցով գնացին, փորձեցին կաշառեն, ֆանտաստիկ փողեր խոստացան ընդամենը 57,000 բնակչություն ունեցող Գրենլանդիային, որ ցես փողի մեջ ձեզ կողողենք, մենակ թե դուք որոշում կայացրեք Ամերիկային միանալ, նրանք էլ ասեցին, որ Գրենլանդիայում Տրամփ չկա, ժողովուրդ ջան, 57,000-ի մեջ չկա, չի վաճառվում, այս երկիրը չի վաճառվում։ Ոնց ասма, ոնց հնարավոր չի հայրենիքը վաճառել եմ, չեմ հասկանում, փող ենք տալի, չէ։ Հա, եւ հիմա տեսեք, դա չստացվելուց հետո մարդիկ ընտրել են իրանց իշխանությունը ընդամենը մի քանի օր առաջ։ Եվ այսինքն դա այնպես չի, որ ասես թե ինչ գիտենք, Ամերիկան նոր պահանջներ կասել, կարող է հասարակության վերաբերմունքը նախորդ ընտրությունից հետո փոխվել է։ Նախորդ ընտրությունը մի քանի օր առաջ է եղել։ Տրամպի այս բոլոր հայտարարություններից հետո միանշանակ բոլորով կանգնել եւ ասել են մենք մերժում ենք։ Հիմա ինչ է ասում Դոնալդ Տրամպը։ Այնտեղ մարդիկ կանից նամակ են գրել, մեզ հրավիրում են, բա չգնանք, քանի որ ես հին սերունդի ներկայացուցիչ եմ խորհրդային ժամանակներից, հրաշալի հիշում եմ, թե ինչպես Աֆղանստանից խնդրեցին խորհրդային միությանը զորք մտցնի Աֆղանստան 1979 թվականին, դե ստիպված խորհրդային միությունը դե իրանց դիմել էին, ոնց չմտցներ ախր նամակ էին ու հեռագիր էին ուղարկե, բա ոնց չմտցներ։ Բայց ուղղակի մի նրբություն են մոռանում, որ մարդիկ նաև այլ ինֆորմացիաների են տիրապետում, եւ այդ նամակի հետևից դες մտահոգ ձևով որ մտան 10 տարի կռվեցին, հիմա ոնց որ Տրամպը դե ասում է, չէ, KGB-ի գործունեությունը իրան շատ դուր է եկել։ Դրա համար երևի KGB-ի այդ դասագրքերից իրան են ուղարկել, ասել են կարդա թե ոնց է եղել։ Բայց Բաբրակ Կարմալը այդ ժամանակ, որ հետո ինքը հենց մտավ զորքերը եւ ինքը դարձավ երկրի գլխավոր քարտուղարը,
դա խորհրդային միության դրածուն էր նրա տեխնացությունը քաղբյուրոյում առաջադրել էր Յուրի Անդրոպովը այսինքն այդ ժամանակվա ԿԳԲ-ի պետը ասել էր մենք իրան անվերապահորեն վստահում ենք ինքը կարող է դառնալ այդ երկրի ղեկավարը զորքը մտցնենք որովհետև այնտեղ հեղաշրջում եղավ դրանից հետո նորից փոխվեց որի պարագայում իրանք տարան կարգեցին Բաբրակ Կարմալին երկրի ղեկավար եւ այդ 10 տարի կռվեցին իհարկե վերջի տարիներին արդեն հասկացան որ Բաբրակ Կարմալից էլ ոչ մի բան չի ստացում Նաջիբուլային բերեցին վերջը դա ուրիշ պատմություն է բայց նաեւ ինչն է շատ անհարմար էլի ԿԳԲ-ի արած այդ ժամանակ երբ որ Աղվանստանից Բաբրակ Կարմալը հերագիրն ուղարկել էր Մոսկվա խնդրում ենք եկեք մեզ փրկեք այդ ժամանակ ինքը գտնվում էր խորհրդային միության տարածքում Տաշկենտում հերագիրը գնացել է Տաշկենտից Մոսկվա ժողովրդյան այս է ԿԳԲ-ի փնթի գործելավոճը խայտարակ գործելավոճը եւ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները սարքեց այնպիսի ապատեղեկատվություն, որի փրթե իրանք են մտնում Աղվանստան, խորհրդային միությունն է ոգևորվեց մտնի, որպեսզի իրանք չմտնեն։ Իրականում բացարձակ ցանկություն չունեին ամերիկացիները մտնեն, ցանկանում են խորհրդային միության գլխին սարքեն, որ մտնեն ու խայտարակ կլինեն։ Եվ ինչպես ասում էր Զբեգնև Բժեժինսկին, իրանք կգնան խայտարակ կլինեն եւ կմոռանան մեր վիետնամյան խայտարակությունը, որ 20 տարի կռվեցինք եւ խայտարակ ձևով դուրս եկանք այ հիմա կխառնվեն իրանք եւ դա կմոռանան ես սա ասում եմ նրա համար որ այդ ձախողված գործարքները որը կատարել է ԿԳԲ-ն այդ նույն գործարքների դասագրքերը տասնամյակների առաջ հնացած ու այն պետությունը որը կենսոնակ չէր քանդվեց այդ գործելավոճով այդ ոճով աշխատում է Դոնալդ Տրամփը ասում է ինձ նամակ են ուղարկել մեզ կանչել են բա չգնանք չէ իհարկե գնա բայց հիմա դրա հետ կապված Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի վարչակազմին Գրենլանդիայի վրա անընդունելի ճնշում գործադրելու համար։ Անդրադառնալով ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի եւ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի ծրագրված առաջիկա այցին Դանիայի տարածք։ Ակնհայտ է, որ սա այց չէ, որը վերաբերվում է Գրենլանդիայի կարիքներին կամ ուզածին։ Ուստի պետք է նշեմ, որ անընդունելի է ճնշում գործադրել Գրենլանդիայի եւ Դանիայի վրա այս իրավիճակում եւ դա ճնշում է, որին մենք դեմ ենք կանգնելու, նշել է Ֆրեդերիկսենը։ Իդեպ նրանք ովքեր որ անգամ անկախությանը կողմ էին, ընտրություններից հետո անգամ այդ անկախականներն ասին, բայց մենք ինչ խնդրեմ ունենք Դանիայի հետ, որ անկախանանք։ Մարդը մեր բյուջեի 50%-ը տալիս է։ 500 միլիոնից եվրոից մինչև 1 միլիարդ եվրո փող է տալի մարդը։ Ինչի համար ենք էլի մենք դա անում, իմաստը որն է։ Հանգիստ մեզ համար ապրում ենք, էլի ինչ խնդիր ունենք։ Այսինքն ինչով է ճնշում, ինչով է խանգարում այդ լայն ինքնավարության ժամանակ, երբ ուզենանք հանրակրվեք անենք կանկախանանք, այդ կարգավիճակը իրանք ունեն 2009 թվականից։ Ինչու եմ ես հանգամանորեն սրան անդրադառնում, որովհետև այս ձևի գործելավոճը, որն ինչ որ մեզ պետք է, մենք կարող ենք վերցնել, կարող ենք նաև սարքել, որ մեզ դիմել են, ով պետք է դիմի, եթե օրինական ընտրված իշխանությունը քեզ դեմ է։ Ելով պետք է դիմի, ինչ որ մեկը նամակ ու հեռագիր է ուղարկելու, դուք դա վերցնեք, մտնեք։ Եթե այս ոճի համար մշտապես մենք խոսում ենք, որ այս ոճի համար ամենամեծ խնդիրը նա է, որ ուժի դիրքերից վերցնելով հարևանի տարածքը, մենք կորցնում ենք մեր կռվանը, մեր հաղթաթուղթը, որ ասենք ժողովուրդ, այս օկուպանտը մտել է հարևանի տարածք, պատժեք։ Սա էլ հոմիչուկային զենք չունի, որ հիմա հասկացանք Ռուսաստանի ձեռը կրակնենք ընկե, սրա ձեռն էլ է կրակնենք է։ Մենք էդ էինք մշտապես թմբկահարում, բայց հիմա փաստ է առաջանում, ով վերցնի ինքը ճիշտ է, որովհետև պետք է Ամերիկան արդարացնի օկուպանտի արածը, ագրեսորի արածը, որպեսզի Իրան էլ չմեղադրեն, չէ։ Բաս այա, որ մեզ համար հորնեց Գրենլանդիայի դարդում չենք, ժողովուրդ ջան, որ ամեն անգամ Գրենլանդիային անդրադառնանք կամ Պանամային։ Այդ Գրենլանդիան ու այդ Պանաման այդ մենք ենք։ Նայում ենք այնտեղ հասկանում ենք, բա մենք ինչ ենք անում։ Առավել ևս որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչն ասեց, առանձնապես մենք որևէ լծակ չունենք Հարավային Կովկասում, եթե չունենք ինչի խառնվենք։ Ավելի պարզ է ինչ ասել, որ հույսները ձեր վրա դրեք։ Ում վրա դնենք հույսը։ Նիկոլ Փաշինյանի, ժողովուրդ ջան, թե մեր հարևանների, որ տեսնում ենք լարվածությունը, թե ինչա կատարվում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը։ Տրամպը միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։ Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին, խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի, էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ ԱՄՆ պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը, ասել է Տրամպը։ Երևի չկա օր, որ այդ օրը որևէ ձևով Դոնալդ Տրամպը չանդրադառնա, որ այդ հանածոների մասին պայմանագիրը կնքելու ենք, ժողովուրդ ջան, ձեր փողերը հետ ենք բերելու, հաստատ իմացեք եւ այլ եւ այլ։ Էլի այդ մասին խոսել, էլի մի հատ էլ նորից ասենք, որ այդ օգտակար հանածոները շատ արագ արդյունք տալ չի կարող Միացյալ Նահանգներին։ Դեռ դա պետք է հետախուզական աշխատանքները նորմալ անեն, դեռ ծավալները ճշտեն, օգտակարության խնդիրները ճշտեն, այնպես որ չի որ կոմունիկացիոն հարցերը լուծվել են, այդ տարածքների հսկայական մասը կամ մեծ մասը գտնվում է Ռուսաստանի տարածքում, մի մասն է սահմանագծին է գտնվում, անընդհատ դիրքը փոխվում է, չէր կարող այնտեղ նորմալ կոմունիկացիաներ լինել, չէր կարող նորմալ երկաթգիծը լինի, եթե նույնիսկ եղել է հիմա չի կարող լինել։ Այս պարագայում հսկայական աշխատանք է տարվելու եւ այն մարդկանց, ով այսօր ողջավորված ասում են 500 միլիարդը տեսակ ոնց պոկեցինք, դա իրականում տարիների հետ կապված եւ նույնիսկ չգիտես վաղը դա իսկապես օգտակար ծրագիր կլինի թե չէ։ Ընդհանրապես մարդկանց ուղակի լսեցնել տալու համար, որ առաջիկա ընտրություններում նորից կարողանան ձայն ստանան, բայց ի վերջո գործ ուներ մի հասարակության հետ, որը մի անգամ վստահեց եւ հիմա այս ընթացքում տեսնում է ինչ անորոշության մեջ է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. այն երկրները, որոնք նավթ եւ գազ են գնում Վենեսուելայից, 25% հավելյալ մաքսատուրք կվճարեն ԱՄՆ-ի հետ ցանկացած առևտրական գործարքի համար։ Իր գրառման մեջ Տրամպը հայտնել է, որ հավելյալ մաքսատուրքն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից։ Այս քայլին է գնում, քանի որ Վենեսուելան ԱՄՆ է ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք աչքի են ընկնում շատ դաժան բնավորությամբ։ Հիմա չհասկացանք, տասնյակ հազար չար մարդկանց համար է մաքսատուրք կիրառում, թե նրա համար, որ մարդիկ առնում են նավթը Վենեսուելայից։ Սա ինչ է։ Մաքսատուրք կիրառեցի բոլոր այն երկրների վրա, որոնք որ Վենեսուելայից նավթ են առնում, արդյունք Ամերիկայի քաղաքացին չի տուժելու, այդ գների բարձրացման պատճառով չի տուժելու, իսկ այդ որ այդ ծավալները պակասեն, այնպես էլ չի, որ այդ մաքսատուրքի դեպքում այդ գումարները կգան բյուջե եւ վերաբաշխման տարբերակով կգա այդ փողը ժողովրդին կհասնի, ուղղակի այդ փողը կորելու է, այդ փողը չի հավաքվելու, որպեսզի հետագայում ժողովրդին հասնի։ Եվ մեկ էլ մի ուրիշ բան, Վենեսուելան ձեր քթի տակ է, չէ՞։ Վենեսուելան ունի նավթի ամենամեծ պաշարը աշխարհում։ Ամենամեծ պաշարը, իսկ արդյունահանման հնարավորությունները 20-յակի մեջ հազիվ մտնում է, իսկ այդ էլ չի մտնում։ Այդ ինչ է, ձեռդ փոխանակ դնես իրանց վրա, ամենամեծ պաշարն ունեցողի հետ նորմալ նստես, բարեկամաբար պայմանավորվես, ռեսուրսներ ունեք, հազարով մի խնդիրներ ունեք, տեխնոլոգիաներ ունեք, ասեք բեր հիմա քեզ օգնենք, ինչ ենք անում, արի այնպես անենք, որ նավթի գինը գցենք, որ ոնց որ ուզում էր Տրամպը նավթի գինը գցեր, որպեսզի կարողանա Ռուսաստանին խեղճացնի, բայց նավթի գինը Տրամպը իր արդյունահանման ծավալներով չի կարող գցի, որովհետև եթե գինը գցի, այլևս չի արդարացնի արդյունահանելը։ Հատկապես թերթաքարային նավթը դա մի հատ այնքան պարզ բան է, ցանկացած միջին վիճակագրական ինժեներ կարա նստի եւ այդ ամեն ինչը բացատրի, որ հնարավոր չի գինը իշխացրեցիր, Ռուսաստանին վնասեցիր, վնասվելու է նաեւ քո արտադրական ծավալները։ Այդ ժամանակ քեզ շատ օգտակար կլներ, որ թևը դնեիր, ձեռը դնեիր Վենեսուելայի վրա, ասեիր ընկեր գները գցում ենք, խնդրեմ ես ունենալու։ Արի քեզ օգնենք, նենց անենք, դու ծավալներդ մեծացնելով շահույթներ ու եկամուտներ ունենաս, որի պարագայում Ամերիկայի այդ համագործակցության հարցը լուծես եւ քո օգնությամբ մենք կարողանանք այնպես անել, որ կարողանանք դրված դնենք մյուսների վրա։ Առավել եւս որ Սաուդյան Արաբիան, որ երկրորդն է իր պաշարներով եւ իր արդյունահանման ծավալներով, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություն ունի։ Աբսուրդ է, չէ՞, Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություն ունես, քթի տակ Վենեսուելայի հետ պայքարելու համար ուրիշ երկրների ասես Վենեսուելայից եթե նավթ վերցրեցիք, ես ձեր նկատմամբ մաքսատուրք կկիրառենք։ Արդեն մաքսատուրքի վնասը Ամերիկային արդեն մարդիկ իրաց մաշկի վրա զգացել են, ծավալների վրա զգացել եք։ Անընդհատ նույն բանն ասելու իմաստը ո՞րն է։
Իսկ հիմա Չինաստանից արդեն արձագանքել են։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. Չինաստանը կտրականապես դեմ է արտահայտվում Վենեսուելայից նավթ եւ գազ գնող երկրների հետ ԱՄՆ-ի հետ առևտրային մաքսատուրքեր սահմանելու որոշմանը։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտությունը Վենեսուելայի ներքին գործերին եւ չեղյալ հայտարարի Վենեսուելայի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ Հիմա տեսեք, խնդիրը որն է, ինչպես տեսնում եք, Չինաստանը այդ մաքսատուրքերի հետ կապված իրանք էլ պատասխան մաքսատուրքեր սահմանեցին եւ նաեւ սկսեց ինքը կապերը լավացնել գործնականում բոլորի հետ։ Այդ տարածքները, որ նեղացրել է Միացյալ Նահանգները, նրանց հետ Չինաստանը հարաբերությունները լավացնում է։ Եվ դրանից ով է տուժելու։ Հնդկաստանը հասկացանք, ասում է լավ է, Ամերիկան եթե փորձում է անընդհատ այդ մաքսատուրք կիրառի, բերեք մենք էլ տենց շատ կոշտ ռեժիմով չգնանք, Ամերիկայի ճնշումը հաշվի առնելով մենք էլ չկոշտացնենք, բայց մենք գիտենք չէ որ Հնդկաստանը ոնց է ուղիներ որոնում Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու, էլի տեղից կարգավորված էր, բավական շատ ակտիվ է ինքը այդ հարաբերությունն անում, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված ծավալ կորցնելու դեպքում դա կոմպենսացնի Եվրոպայի հետ։ Ինչի համար է սա արվում, ես չեմ հասկանում։ Ի վերջո այդ երկու պետությունը 3 միլիարդ բնակիչ ունեն համարյա Չինաստանն ու Հնդկաստանը։ Իմաստը որն է, որ այդ երկրներին Ամերիկան նեղացնի, տեսեք, ձեր ապրանքը չեմ ստանա։ Ահա չես ստանա, բայց այդ մարդկանց ծավալները նայեք։ Այդ մարդկանց շուկաները նայեք։ Այդ մարդկանց սպառման ծավալները նայող մարդը կուզենա հարաբերություն նրանց հետ փչացնի, թե կուզենա ձև գտի, թե ինչ ձևով առևտուր անի նրանց հետ, իսկ ինչ վաճառի նրանց վրա։ Իսկ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիպ Էրդողանը այս խառը վիճակում, երբ որ իր երկրում տեսնում ենք այդ լարվածությունը, որ ինքը արդեն սպառնում է, հոխորտում է անդիմությանը, որ անենք չանեք, մեզ ջղայնացնեք, այս կանենք, այն կանենք, բայց միևնույն նա առիթն օգտագործում է նորից իր հայտարարությունն անում է, թարմ հայտարարություն։ Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապահովումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է։ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ վերջին շաբաթների թեժ բանավեճերն ակնհայտորեն ցույց են տվել դա։ Այսինքն ինքը համառորեն ասում է Եվրոպա ցանկանում ես ուժեղանաս, դու իմ կարիքը ունես։ Ինչքան որ անվստահություն ունեիք Թուրքիայի նկատմամբ, հիմա բերեք այդ դրեք մի կողմ, ավելի լավ է Թուրքիային ձեզանով անեք։ Եվ մեկ էլ Եվրոպայի կարիքը Թուրքիային ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև շատ այլ ոլորտներում, այդ թվում տնտեսության, դիվանագիտության եւ առևտրի ոլորտներում բացահայտորեն ճանաչվել է, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Այսինքն այն, որ ինքը ասում է, այսքան տարին չէիք ընդունում Եվրամիությունը գալով ես կուժեղացնեմ, հաստատ գիտենք, որ այդ անվստահությունը կա Եվրամիությանի անդամ երկրներին, որտեղ տեսել են թուրքերն իրանց ոնց են պահում այն երկրներում, որտեղ իրանք կոմպակտ բնակ, չնայած կոմպակտ Ֆրանսիայում ու Գերմանիան կոմպակտ բնակեցված չեն, ուղղակի այդ ծավալի բնակչություն ունենալու դեպքում իրանք կատարում են Էրդողանի հանձնարարությունները, ապրելով այդ երկրներում, վայելելով այդ երկրների ազատությունն ու բարեկեցությունը, բայց ծառայում են Թուրքիային։ Այդ կարգի պետությունը, այդ քաղաքացին, որ եկել է քաղաքացիություն ստացել, լավ կրթություն ստացել, նորմալ ապրում է, սոցիալական ու առողջապահական երաշխիքներից օգտվում է, որից հետո ինքը ծառայում է Էրդողանին, դիարի վստահի, որ սահմանը բացես 85 միլիոն թուրք արդեն Եվրամիությունում հանգիստ առանց վիզայի, առանց որևէ բանի, առանց որևէ խնդրի նորմալ ձևով իրանց հետ հարաբերվեն։ Դե արի տես, թե դրա դեմ է այդ անկայունությունը ոնց կառնես։ Էլ չեմ ասում, որ էլի ենք խոսել այդ մասին, որ Եվրոպարլամենտում ինքը կունենա ամենամեծ падգամավորների թիվը։ Այսօր 96 ունի ամենամեծ բնակչություն ունեցող Գերմանիան, իսկ Գերմանիայից 2 միլիոն ավել բնակչություն ունի Թուրքիան։ Թուրքիան այսինքն կստացվի, որ ամենամեծ падգամավորների թիվը կունենա։ Մի երկու պետության հետ միանա, ինչ որոշում ուզենա կանցկացնի։ Իհարկե այդ մտավախությունը ունեն, բայց նաև ուրիշ մտավախություն կա, բա Թուրքիայի հետ ոնց հարաբերվենք։ Լարված լինենք հետը, կոնֆլիկտ ունենանք հետը, ինչպես տեսնում եք, Եվրամիությունը ամեն դեպքում Թուրքիային չի նեղացնում, Թուրքիայի դեմ դուրս չի գալի եւ տեսակ սիրահոժար համաձայնվեցին Սիրիան Թուրքիային նվիրելը։ Լավ նորմալ համագործակցում են այդ իշխանության հետ, որը շատ լավ գիտեն թուրքական իշխանությունը։ Այնպես որ ուզում եմ ասեմ, այս հարցը մենք պետք է հաշվի առնենք։ Իհարկե մենք
մշտապես մտածում ենք, որ մեր երկրի ապագայի համար իհարկե Եվրամիությունը մանավանդ որ անվտանգային խնդիրները լուծելու պարագայում միանգամից մեզ համար երկուսը միասին է լուծվում, խնդիր չկա, որ Եվրամիության հետ պետք է մենք մեր հարաբերությունները հստակ, կոնկրետ ավելի ակտիվացնենք, շատ լուրջ բանակցություններ վարենք մանավանդ այն ազդեցիկ պետությունների հետ, բայց չմոռանանք, որ այդ ուղղությամբ Թուրքիան էլ է աշխատում։ Մի օր էլ ուշանանք, Թուրքիան այս տարածաշրջանի դիրիժորությունը վերցրեց ձեռը, հետո նորից պետք է ասենք, էլի այս թուրքական դիվանագիտությունը, այն մարդը ինչ անում ենք, էլի ընկնում ենք Թուրքիայի ազդեցության տակ։ Չէ, ժողովուրդ ջան, եթե ոչինչ չենք անում, սենց տենես ընկնելու ենք Թուրքիայի ազդեցության տակ։ Ռուսաստանի հետ էլ լավ լինենք, այդ ազդեցության տակ ենք լինելու Եվրոպայի թե Ամերիկայի, որտեղ եթե մենք բան չենք անում, ինքը անում է, բա ինչ էիք ուզում ալներ։ Էրդողանը ընդգծել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել հարաբերությունը եվրոպական երկրների հետ և ԵՄ հետ ընդհանուր շահերի շրջանակում փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մեկնաբանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, Էրդողանը նշել է, որ միանգամայն հնարավոր է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններն այլ լիցք ստանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի երկրորդ ժամկետում։ Խոսելով ներքաղաքական, հիմա դուք տեսնում եք, ինչ ակտիվ ձևով ինքը աշխատում է և Եվրոպայի հետ, և Ամերիկայի հետ։ Եվրոպային ասում մեկը ՆԱՏՕ-ն այսպես թե այնպես այլևս 5 կարգավիճակով գոյություն չունի, վաղը կարող է ընդհանրապես գոյություն չունենա, ես ձեզ հետ եմ, Ամերիկային էլ ասում դե գիտես մենք ձեր հետ ենք, ինչ որ պետք է քեզանից կառնենք, F-35-ն էլ կառնենք, F-16-ն էլ կառնենք, դե գիտես էլի մենք ինչքան լավ։ Այսինքն որևէ շանսը բաց չի թողում։ Նրան ասում քեզ հետ եմ, նրան ասում քեզ հետ եմ։ Իսկ խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, Էրդողանը մեղադրել է ընդդիմադիր ժողովրդահայարանապետական կուսակցությանը փողոցային բողոքի ցույցեր հրահրելու մեջ և նրան ամբողջությամբ պատասխանատու է համարում երկրում բռնության ալիքի համար։ Հիմա տեսեք, այդ իրանք հարցերը կփորձեն կարգավորել, ինչ ձևով էլ կարգավորեն, մենք առաջում որևէ դրական սպասելիք չունենք, որովհետև չգիտենք դրական ումից ենք սպասելու։ Էրդողանը, որը կճնշի իրանց, թե դրանից մենք ինչ դրական պետք է սպասենք, թե Էրդողան ինքը կարողանան տապալել։ Տապալողների հետ մենք արդեն գիտենք, որ իրանք ուրիշ ծրագիր են բերելու, տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու են, կամ էլ թե չէ Հայաստանի հետ հարաբերությունը չեն պայմանավորելու Ադրբեջան-Հայաստան հարաբերություններով, այսինքն մեր սպասելիքը չկա, բայց իհարկե ուշադրությամբ հետևում ենք։ Ուղղակի շատ ավելի ծավալային չեմ անդրադառնում, որովհետև քանի որ էական չի դրանցից ով կլինի, իմաստ չունի ձեզ տարաբեռնեմ, բայց ես դեպարտավոր եմ, ուսումնասիրեմ, տեսնեմ ինչա կատարում, եթե հանկարծ իրավիճակը ավելի կոնկրետանա, որ այդ մասին խոսենք։ Իսկ հիմա նայենք Հայաստանում իրավիճակը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Արաղչիի առանձնազրույցը։ Արարատ Միրզոյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի հետ արդյոք եղել են խորհրդակցություններ խաղաղ պայմանագրի ստորագրման շուրջ, խաղաղության ժամկետների մասով և կա համաձայնություն, թե երբ պայմանագիրը կստորագրվի, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. Առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ, որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին Հայաստանը նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չի լսել։ Տեքստի համաձայնեցմանը զուգահեռ Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է պատկերացնում։ Մենք պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի և արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովելու լուծումներ։ Այս պահին չկա ըմբռնում, որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը, եզրափակել է Արարատ Միրզոյանը։ Իսկ հիմա մենք նայենք, երբ որ խոսք էր գնում նրա մասին, որ երկու կետը համաձայնեցված չի, փորձենք առանց այդ երկու կետի ստորագրենք, Ադրբեջանը մերժեց և այդքան երկար տևեց, մինչև խաղաղությունը Նիկոլ Փաշինյանը մեզ բացատրում էր, ավելի լավ է գնանք զիջումների, գոնե այդ փաստաթուղթը ստորագրենք, ավարտենք, գոնե դրանով խաղաղությունը մոտեցնենք։ Ասում ենք չի լինելու։ Ինչքան էին ասում, որ հերիք է էլի, հենց մի բան անում են, կլինի մի անգամ մի դրական բան ասեք։ Ասում ենք, եթե դու զիջեցիր, չի ստորագրելու ինքը, բայց այդ զիջելու փաստաթուղթը դնելու է դարակը, երբ որ ուզենաս ինչ-որ բան վերանայես, դե ասի հարգելի ժողովուրդ, հիշում եք, որ բոլորդ,
ողջունել էիք այդ փաստաթղթի ավարտուն տեսքը։ Փաստաթուղթը ավարտված է, Հայաստանը դրանից հրաժարվում է։ Հիմա հասկացաք, որ Հայաստանն է գնում էսկալացիայի։ Բանա այդ փաստը օգտագործելու է մեր դեմ, բայ երբ որ այդ փաստաթուղթը ավարտուն դրել էր դարակում, բայց նախապայմանն էլ դրել էր դարակի վերևը, որ ասել էր մինչև այս նախապայմանը չկատարես, այս փաստաթուղթը չի ստորագրվելու։ Բա դրա մասին չէինք ասում, որ չի լինելու, ժողովուրդ։ Իսկ հիմա Ադրբեջան, հիմա Արադ Միրզոյանն ասում է, Ադրբեջանը մեզ չի պատասխանել։ Իսկ ով է ասում, որ չի պատասխանել, անմիջապես է պատասխանել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է. Բաքվի եւ Երևանի միջև անշրջելի եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Բաքուն բազմիցս կրկնել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը, սակայն Հայաստանը սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։ Այդ շուտ էր այտենց որակել, հիմա արդեն ասում եմ մենք պետք է սահմանադրությունը փոխենք տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով, այսինքն արդեն ընդունել է պահանջը։ Բայց մեկ ամեն գիտենք, որ սահմանադրությունը 27 թվականից շուտ չի կարելի։ Եթե գիտես, որ սահմանադրությունը 27 թվականից շուտ չես կարող անել, եթե գիտես, որ մինչև այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, Ադրբեջանի հետ խոսացել ես, համաձայնվել ես, որ այդ չհամաձայնեցված կետերն էլ համաձայնեցես, բայց 2 տարի պետք է, որ սահմանադրությունը փոխի, այն էլ չգիտես կփոխես թե չէ։ Բայց այդ պարագայում տենց հա իր գլուխ ջարդելով այդ կետերը զիջելով գնալու իմաստը ո՞րն էր։ Ինչ շահեցինք մենք հիմա։ Երբ որ ասում ենք, քանի չկա խաղաղություն, էսկալացիայի վտանգը կա։ Քանի չկա խաղաղություն, պատերազմի վտանգը կա։ Չեք ուզում գնանք խաղաղության։ Ինչ հա դուք պատերազմ եք ուզում, մեզ էլ դրանով շանտաժ էր անում, ասում ենք ոչ։ Ադրբեջանը բանակցային սեղանին այն ինչ որ զիջելու է, պոկելու է, մնացածը պոկելու է մարտու դաշտում։ Քանի կարողանում է բանակցային սեղանի շուրջ պոկի, Հայաստանն էլ մեղադրի որպես ագրեսոր, Հայաստանն է զինվում, Հայաստանը է սա անում, Հայաստանը դիտավորյալ, մենք իրան զգուշացրել ենք, որպեսզի սահմանադրությունը փոխես, համառորեն չես փոխում։ Էն էլ են դեպքում, որ դրա մասին էլ 100 անգամ ասել են, արդեն ես եմ ջղայնանում դրանից։ Եթե Ադրբեջանը գտնում է, որ մեր սահմանադրության մեջ Ադրբեջանին վերաբերվող տարածքային պահանջ կա, այդ անդեր ձևակերպումը ինքը վերցնում է անկախության հռչակագրից, որն էլ վերցրած է դրանից առաջ 89 թվականի միավորման փաստաթղթից, որ Հայաստանը հանձնառու էր Արցախի համար։ Այսինքն եթե դու ընդունում ես, որ կա փաստաթուղթ, որով հիմնավորվում է, որ Հայաստանը հանձնառու է Արցախի համար, բայց այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանն ասում է ուժը կորցրած է, 91 թվից ենք տվել։ Բայց Ադրբեջանն իրան ճղում է, ասում է այդ փաստաթուղթը ուժի մեջ է, բայց ինչի մերոնք այդքան ասածից հետո նորից չեն անդրադառնում, որ ասեն եթե փաստաթուղթը ուժի մեջ է, բայց դեպքում ո՞նց եք մեզ ագրեսոր համարում, որ 30 տարի ձեր հողերն օկուպացրել ենք։ Բայց ինչի Հայաստանի իշխանությունը չի ասում, որտեղ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի հետ պայմանավորվել է, որ այդ փաստերը տա, որ Ադրբեջանը դնի դատական հայցի տակ ներկայացնի, որ Հայաստանին 150 միլիարդի տուգանք ներկայացնի, որ ասի Հայաստանը 150 միլիարդի օգտագործել է, բա Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է, չէ, Ալիևի հետ, ո՞նց կարող է ինքը այդ առիթը օգտագործի։ Այսինքն մի նախադասության մեջ Ալիևը Ադրբեջանը երկու հակասական բան է ասում, երկուսն էլ ինքը ասում է, երկուսն էլ օգուտ իրա մեր մոտ անցնում է։ Գոնե չեն ասում, ընկեր, դա կողմնորոշվի։ Հիմա մենք հանձնառու ենք Արցախի համար, բայց դեպքում ո՞նց է Արցախի ընտրված ղեկավարությանը դատում որպես ծայրահեղական, որոնք ցանկանում էին ապակայունացնել Ադրբեջանը, որոնք չէին ենթարկվում Ադրբեջանի սահմանադրությանը։ Դե հիմա որոշի, նրանք քեզ էին ենթարկվում, թե նրանք որոշում ունեին, որը ուժի մեջ էր, Հայաստանն էլ հանձնառու էր։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աբբաս Արաղչին հայտարարել է.
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Հուսով ենք, որքան հնարավոր է շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագրի ստորագրման համար։ Մենք գտնում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար, և շատ կարևոր այդ հարցը և հուսով ենք այդ խնդիրները շուտով կլուծվեն։ Այսինքն ինքն էլ է հորդորում նաև հարևան պետությունը երկուսի համար էլ, ոնց որ թե մտածում ենք, որ Իրանն է մեզ համար շատ օգտակար քայլեր կարող անի մեր անվտանգության հետ կապված նորմալ համագործակցության, մանավանդ մենք խնդիր չունենք այդ պետության, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կատեգորիկ ձևով չի ցանկանում խաղաղության փաստաթուղթ ստորագրի, նույնիսկ եթե ամբողջ աշխարհից հորդորել են։ Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի, այսինքն Աբբաս Արաղչին ասում է, էսկալացիայի վտանգ գոյություն ունի, և մենք հուսով ենք, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասնեն և տարածաշրջանում ականատես կլինենք կայունության, որը բոլորի շահերից է բխում, ասել է Իրանի արտգործնախարարը։ Այսինքն Իրանի արտգործնախարարը եկել է Հայաստանում ասում է, այն պետությունը, որ ասում էր մեզ համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքը, մենք չենք ուզենա, որ ուրիշ տեղից զոր գա, մենք մեր անվտանգությունը կապահովենք, Հայաստանի ինքնիշխանությունը մեզ համար շատ կարևոր է։ Այս ամեն ինչը ասող պետությունն ասում է, քանի խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, էսկալացիայի վտանգը կա։ Մի բան, որ մենք էլ գիտենք, որ կա, մի բան, որ մենք էլ ենք նշում, որ կա։ Այսինքն Իրանը նույնպես գտնում է, եւ որն է իր աջակցությունը մեզ, որ այդ էսկալացիայի վտանգը չլինի, ոչ մի բան։ Առավել եւս, որ հիմա Իրանը այնպիսի խնդիրների մեջ է Միացյալ Նահանգների հետ, ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվի, ի օգուտ կամ ի վնաս Իրանի, որի պարագայում անգամ այս պարագայում մեզ համար նույնիսկ շատ վտանգավոր է, որ չափից շատ ջերմ հարաբերություններ ցույց տանք։ Իհարկե նորմալ հարաբերություններ հարևանի հետ պետք է ունենանք, դրա մասին չի խոսքը, եւ երբևիցե փորձենք այնպես անենք, որ երբևիցե խնդրեմ չունենանք Իրանի հետ, բայց եւ միևնույն ժամանակ գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ուշադրությամբ հետևում է, թե Իրանը ի վերջո ում հետ ինչ է բանակցում եւ ինչ է խոսում, եւ մեկ էլ տեսնում է, որ Իրանն եկել է Հայաստան եւ Հայաստանում ասում է, այո, այնպես պետք է անենք, այդ ճանապարհի հետ կապված պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ այլ, մի խոսքով այդ ամեն ինչը մշտապես ասում է, բայց Հայաստանի տարածքում ասում է այն ժամանակ, երբ որ ինքը խնդիր ունի եւ ամեն օր խոսում է նրա մասին, որ այո, կարող է զինված բախում գնա Միացյալ Նահանգների հետ։ Դրա համար այդ ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք, որ իմանանք ինչ ենք ակնկալում Իրանից, արդյոք Իրանը կարող է մեզ համար անվտանգություն երաշխավորել։ Իսկ թե ինչպես է երաշխավորել հութիների, Համասի ու Հեզբոլայի հետ կապված, դե այդ հո գիտենք։ Եվ բացի այդ էլ գիտենք, թե ինքը բանակցային առումով ասել է բանակցություն չի լինելու Միացյալ Նահանգների հետ, նամակին առայժմ չեն պատասխանել, Արաղչին այսօր էլ ասեց Հայաստանում, բայց կպատասխանեն, քանի ճնշումը կա, իրանք չեն գնալու ուղիղ բանակցությունների։ Այսինքն այդ լարվածությունը շարունակում է, եւ Իսրայելը անմիջապես հասցրեց ասել, որ ես պատրաստ եմ հարվածներ հասցնել եւ զսպել Իրանին միջուկային զենք ստեղծելու հետ կապված ծրագրերը կանխելու համար։ Այսինքն այս է վիճակը։ Հիմա մենք մտածենք Իրանի հետ կապված լավ հարաբերություն ունենալու պարագայում մեկը Իրանի հետ կարողանա հարաբերությունները կարգավորի, հանկարծ չգերագնահատենք այդ հնարավորությունները։ Իսկ հիմա մենք տեսնենք ազգային ժողովի բարձր ամբիոնից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ինչ է ասում։ Էй ամբողջ ելույթը չասեմ, խաղաղության պայմանագիրը կարող է եւս 2 տարի չստորագրվի։ Գիտենք էլի, բայց ենք ասում խաղաղության պայմանագիրը որպեսզի ստորագրվի, պետք է սահմանադրությունը փոխենք, որպեսզի փոխենք 2 տարի պետք է։ Իսկ եթե չենք փոխում, Ադրբեջանը չի ստորագրում։ Հիմա այս որ ասենք արձանագրեցի, այդ մենք արձանագրում ենք, ասում ենք իշխանություն, բա դուք ինչ եք անում։ Մեզանատած վախացնում եք, քանի պայմանագիր չկա, զիջել ենք, որ խաղաղություն բերենք։ Հիմա ասում ենք զիջել եք, խաղաղություն բերել եք, ասում եք չէ, կարող 2 տարի չստորագրվի։ Բա ինչ եք այդքան շանտաժանում ժողովրդին։ Ու առավել եւս որ ասում ենք ժողովուրդ այսպես պատերազմ եք, ու հիմա դուք հասկացաք, ինչի՞ եմ անդադարձ շեշտում, մեզ դրանում էին մեղադրում, միք բացահայտի մեր արարածները, մեր սխալները ցույց միք տա, մենք ուզում ենք խաղաղություն բերենք, հիմա բերել եք ազգային ժողովի նախագահը կանգնում ասում է, փաստաթուղթը կարող 2 տարի չստորագրվի։ Իհարկե դա պարզաբանում էր, որ գերիների հետ կապված այս փաստաթղթի մեջ չենք մտցել է, որտեղ շատ կձգվի գերիների հարցը։
այլ ձևաչափով ենք դրա այդ բանակցում, այլ ճանապարհով ենք ուզում այդ հարցը լուծենք, որովհետև ստեղ մտցնենք, հետո 2 տարի լռվի այդ փաստաթուղթը, այդ մարդիկ 2 տարի չեն մնալու։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր մեր 2 ամսից հետ ենք բերելու, տեսանք ինչքան ժամանակից հետ բերեց եւ որ մասին հետ բերեց, եւ հետ բերելու դիմաց էլ ինչ զիջեց։ Այնպես չի, որ մեզ ասի, բա տեսակ լուր բանակցեցինք, բերեցինք։ Դուք բերեցիք դրա դիմաց, որպեսզի դեմ չլինեիք, որ COP29-ը անցներ Ադրբեջանում, այդ միջազգային ֆորումը, որ շատ շատերը դեմ էին, ասում են, այս երկրում ինչ գործ ունենք մենք դա անցկացնենք, այս ավտորիտար երկրում, այսինքն Հայաստանին պետք էր միջազգային առումով Ադրբեջանին աջակցեր, դրա դիմաց նա մի քանի գերու բաց թողեց, բայց դա ներկա այդ մասը մոռացել են, թե իրանք ինչ են զիջել, հիմա ներկայացնում են, ասում են, դե սուս բանակցեցինք, բերեցիք, թողեք էդ էլ մենք սուս ու փուս անենք, ինչի դիմաց անենք։ Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, հաշվի առնելով սահմանագոտ ու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում, պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Ինչն է այստեղ աբսուրդը։ Ադրբեջանը ամեն օր 6 օր անընդհատ մեզ ամեն օր մեղադրում է, որ մի քանի անգամ օրվա մեջ մենք խախտել ենք հրադադարը։ Անընդհատ Հայաստանից ասում են, որ դա ապատեղեկատվություն է։ Անընդհատ։ Հիմա Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մեր բնակիչները աղմուկ են բարձրացնում, որ կրակոցներ են լսում եւ իրանք շատ անհանգիստ են։ Կարող է իրանց վրա չեն կրակում, բայց այդ կրակոցները շատ անհանգիստ են այդ մարդիկ։ Հիմա աստեղից արձագանքում են, ասում են ժողովուրդ կրակում են, ստեղից ասում են հերիքա ապատեղեկատվություն տարածեք, չեք էլ ամաչում, ով է կրակում, Ադրբեջանը չի կրակում, ինչ եք անում, ինչու եք սադրում։ Բայց այնքան շատ բնակավայրերից են գրում, ասում են ժողովուրդ սա օրը կրակում են, այ մարդես ինչ եք անում։ Հիմա ուզում են Ադրբեջանին արդարացնեն, ասում են գիտեք ինչ, ձեր վրա չեն կրակում, դրա համար մենք չենք արձանագրում։ Բա հարց է ծագում, նույնիսկ եթե իրանց վրա չեն կրակում, բայց ժողովուրդը այդ կրակոցը լսում է ու անհանգիստ է այն սահմանամերձ գոտիներում, այնտեղ որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր քաշել ենք ճաղերը եւ մարդիկ հանգիստ իրանց համար ապրում են, հանգիստ ապրում են ու ճաղերի հետևը կրակում են, նույնիսկ եթե իրանց վրա չեն կրակում, այդ մարդկանց հոգեվիճակը պատկերացնում եք, բա գնացեք արձանագրեք այս կրակոցները, որ Ադրբեջանին ասեք ի պատասխան այն, որ դու մեզ սադրում ես, հարգելիս քո տարածքում են կրակում, մեր ուղությամբ չեն կրակում, քո տարածքից քո տարածքի վրա են կրակում, ինչի՞ ես մեր վրա գցում։ Եթե Ադրբեջանը կրակոց է արձակում, բայց այդ կրակոցը Հայաստանի ուղությամբ չի, Ադրբեջանը այդ կրակոցը ուր է արձակում։ Կարող է իր տարածքում թեկուզ օդ կրակի կամ որևէ բանի վրա կրակի, բայց եթե որևէ բանի վրա կրակի կամ իր տարածքում օդ կրակի, պատրոնն էլ հետ գանգնի իր տարածքի վրա։ Պետք է ասի Հայաստանն է կրակե։ Բա իր տարածքում ինքը կրակում է, ձենը դուք լսում եք, ֆիքսում եք, գնացեք իրականում ֆիքսեք դա, ձայնագրեք այդ ամեն ինչը եւ Ադրբեջանի աչքը կողեք, ասեք, լսի, այդ դու կրակում ես մեր վրա, ես գցում։ Այսինքն հերիք չի նրա կրակոցը անընդհատ ապատեղեկատվություն եք ասում, բայց չեք ֆիքսում։ Մերոնց եք մեղադրում, թե ինչ եք դրա մասին խոսում, չեք ֆիքսում, որպեսզի դրանով Ադրբեջանի բերանը փակեք, որտեղ դուք ոնց կարաք Ադրբեջանի բերանը փակեք, բա դուք ռիսկ կանեք Ադրբեջանի բերանը փակեք, բա գնացեք արձանագրեք, որ ասեք հերթական ապատեղեկատվությունը, մեզ ասում եք մենք ենք կրակել, իրականում դուք եք կրակել ձեր տարածքում։ Մեր ժողովուրդն է ձայնը լսել են, ֆիքսել են, մենք է մարդ ենք ուղարկել, գնացել են ֆիքսել են։ Եվ դա ներկայացրեք։ Թե չէ ինչն եք դուք ապատեղեկատվություն ներկայացնում իրանց, բայց ինչ չեք ֆիքսում իրանց կրակածը, որ հենց դրանով իրանց բերանը փակեք, որովհետև դուք Ադրբեջանի հետ լավ էլ պասերով խաղում եք, եւ մեր քաղաքացիները չկարողացաք քաղաքացիներին լրացրեք, որ կրակոցի ձեն են լսել, ստիպված այս պարզաբանումն եք ասում, այս պարզաբանումը առնվազն խայտարակություն է, ոչ թե պարզաբանում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։